Իմ հարցը առաջի կվերաբերվի մանկապարտեզներին, այսօր շատ ակտուալ թեմա էր ոնց որ Ժողովուրդ ջան, իմ մոտ տպավորություն կա, որ Հայաստանում, թե ազգային ժողովում, թե այստեղ իշխանություն չկա, կա երկու տարբեր ժամանակաշրջանների ընդդիմություններ։ Կա մերօրյա ընդդիմություն, որը մենք ենք, ու դուք 20-15 տարբեր դեպքերով տարբեր թվականների ընդդիմություն եք։ Մենք գալիս ենք ձեզ, ասում ենք, այս հարցով կոռուպցիա են գտե։ Չգիտեմ, հավաքանու անդամ, ակտիվիստը գնում են, տեսնում են, բացահայտում են, նկարում են, դուք ընդունում եք, որտեղ խնդիր կա։ Դրանից հետո լինում է հայոյանք, լինում է ծեծ, լինում է խայտարակ իրավիճակներ, որից հետո այդ վիդեոն արդեն եղել էր, իրանց նկարած վիդեոն արդեն կար, որովհետև խայտարակ վատ որակի աշխատանք է եղել։ Անցած հավաքանու նիստին մենք գալիս ենք, մենք ձեզ ասում ենք, սարքեք զեկուցվող մեկ այլ նախագիծ, որը կրկին վերաբերվում է նույն Լիլիան Արմին։ Հիմա հարցս, եթե դուք խոսում եք 2002-2004 թվի գողացված, վաճառված, անկասկած հավատում եմ, հնարավոր է։ Ես այդ ժամանակ 8-10 տարեկան եմ եղել, այտենց չեմ տիրապետել քաղաքական վիճակի նովումից ինչա գողացել, բայց պարզ հարց եմ ձեզ տալի, առաջինը 7 տարի իշխանություն եք, ինչու դուք չեք դատում, խլում, բերում այն ամեն ինչը խոսք եք տվանել եւ վստահեցնում եմ այդ դեպքում թե ձեր ռեյտինգը ավելի բարձր կլներ, թե լիքը մարդիկ այսօր ընդդիմադիր ձեր հանդեպ չեն լինի։ Երկրորդը որն է տրամաբանությունը կամ ինչ դուք կմտածեիք իմ տեղը, եթե դու տեսնում ես, եթե մարդիկ գիտեն, որ կա մի կազմակերպություն, որ պարոն Ավնյան նշում եք, որ այո կա 100 աշխատանք, 100 աշխատանքի մեջ կա 5 վատը, ընդունում եմ, հնարավոր է, որ զակաշիկը լինի վատը։ Վատ աշխատանք անի։ Բա որ գիտեք արդեն վատ աշխատանք արել, դուք ոնց եք ձեզ թույլ տալի կրկին հավաքանու նիստով իրեն նույն գազམ་ակերպությանը 2.5 միլիոն դոլարանոց աշխատանք չզեկուցվողով անցկացնել։ Արդյոք ցանկացած տրամաբանություն ունեցող մարդ չպետք է մտածի, որ այստեղ կա կոռուպցիա։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան հարցի համար, տեսեք, երբ որ դուք ասում եք ինչ որ միտեղ խնդիր արձանագրվել եւ այնտեղ կա կոռուպցիա, դրանք երկու տարբեր բաներ են։ Այսինքն երբ որ որևէ միտեղ մի րոպե էլի, տեսեք, երբ որ որևէ միտեղ խնդիր է, եթե իմ խոսքին ուշադիր եք եղել, ես ասել եմ, թե ինչ տեսակի նաեւ խնդիրներ են արձանագրվել։ Արձանագրվել են խնդիրներ որակի հետ կապված, արձանագրվել են խնդիրներ փաստաթղթավորման հետ կապված։ Եվ ուղղակի որոշ դեպքերում տուպիկային իրավիճակ է եղել, աշխատանքն կանգնել է, մինչև որ կոնկրետ լուծումները հասկանանք ինչպես պետք է տանք։ Որովհետև շատ դեպքերում նույն այդ շինարարը ինքը իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի, թե ինչի է այդպես եղել եւ այսպես եղել, որովհետև նախագիծն է այնպես եղել եւ այլն եւ այլն։ Ամեն մեկը իր բացատրությունը ունի։ Հիմա որպեսի սա շատ երկար չանդրադառնամ կոնկրետ տենց ինչ որ մի կամ երկու ընկերության, որոնք որ բոլորն էլ մասնակցում են, տարբեր ընկերություններ են, տարբեր տենդերների մասնակցում եւ մի պայման է լինում, որ ընկերությունը չկարողանա մասնակցի մրցույթներին, սև ցուցակում հայտնվելն է։ Սև ցուցակում հայտնվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հստակ պահանջներ ունի, թե որ դեպքերում է որևէ մի ընկերություն իր փոխկապակցված անձանցով հայտնվում սև ցուցակում։ Այդ պահանջներով, այդ ձեր բարձրաձայնած խնդիրներում, մանկապարտեզներում ընկերությունները չեն ընկնում դրա տակ։ Այսինքն այդ օրենսդրության պահանջներով իրանք սև ցուցակի տակ չեն ընկնում, որովհետև էլի եմ ասում, այնտեղ բազմաշերտ են խնդիրները ու այսպես կարող եմ հստակ արձանագրել, որ դա ոչ միայն շինարարի մեղավորությունն է, սա էլ ֆիքսենք էլի, ու նայած դեպք, հենց ամեն մի դեպք տարբեր ա եղել։ Ինչ վերաբերում է, ցենց ասեմ, խլելուն, չգիտեմ, վերադարձնելուն, Երևանի ես որպես խոսում եմ Երևանի քաղաքապետ եւ Երևանի քաղաքապետարանի անունից։ Այն ինչը որ Երևանի քաղաքապետարանը պետք է խլի, պետք է քանդի, ես դες վստահեցնում եմ վերջին 3 տարիների ընթացքում մեծ տեմպերով մենք դա անում ենք։ Ու դա ի ցույց ենք դնում իլուր աշխարհի, ինչպես արել ենք տարբեր այգիներում, բակերում, չգիտեմ, ավտոտնակների հետ, տարբեր տենց ինչ որ կրպակների հետ, մաքրել ենք, գեղեցկացրել ենք, ստացել ենք կանաչ տարածքներ, խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, չգիտեմ, ջրավազաններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն մեր պարտականությունը, այն ինչ որ մենք համարում ենք, որ պետք է իրականացնենք, ես կարծում եմ վերջին 3 տարում նվազագույնը մենք ապացուցել ենք, որ դա անում ենք։
Եվ այդտեղ խտրական վերաբերմունք չունենք մարդու նկատմամբ, այսինքն չենք նայում ինքը լավն է, վատն է, մեզ ընկեր է, մեզ թշնամի է, ինչ է։ Ինքը ունի միտեղ ավտոտնակ, որտեղ պետք է լինի խաղահարապարակ, այդտեղ պետք է լինի խաղահարապարակ, անկախ իր անձից։ Եվ կարծում եմ այս սկզբունքը դեռ որևէ պարագայում մենք չենք խախտել, որովհետև եղել են եւ մարդիկ, ովքեր որ եղել են մեզ մտերիմ եւ բարեկամ, այս նույն խնդրի առաջ են կանգնել, եղել են եւ մարդիկ, որ մտածել են, որ իրենց քաղաքական հայացքների համար են իրենց ավտոտնակը քանդում, բայց ես վստահեցնում եմ, մենք ուղղակի արել ենք մեր աշխատանքը, այն ինչ որ մենք համարում ենք, որ պարտավոր ենք իրականացնել։ Ես միշտ ասել եմ, ձեր խոսքը լավն է, ուղղակի ցավոք սրտի փաստարկների եւ փաստերի հետ այդքան չի բռնում, դրա համար ստիպված ընդդիմանում ենք ձեզ։ Առաջինը անընդհատ ասում եք 3 տարի պարոն Ավինյան, այս քաղաքապետարան ու քաղաքացիական պայմանագիրը ձեզնով չի սկսվում եւ ավարտվում, ձեր քաղաքական միավորը, որում որ դուք մինչեւ քաղաքապետ լինել եղել եք փոխվարչապետ, ինչը փաստացի ավելի բարձր պաշտոն է։ 7 տարի է կառավարում ես Տես քաղաքին, տես պետությանը, դուք ես ձեր փաստարկները կընդունեն, եթե դուք 1-2 տարի լինեք իշխանության, բայց դուք 7 տարի իշխանության եք, կան օրենքի բացեր, դուք այդ օրենքի բացերը չեք լրացնում, ձեր ազգային ժողովի կոլեգաները, ռեֆորմները մոտավորապես նույն որակի են անում, ինչ որ դուք, ու ստացվում է կան խնդիրներ, հիմա դուք ասում եք, գիտեք, մենք չենք գա երանգցենք սև ցուցակ, բայց դուք կարող եք իրենց պատասխանական ինչ որ նամակ գրել, ասեք, գիտես, եղբայր, դու այս բան ունես աշխատանք, որը չես ավարտել, այս աշխատանքից երևում է, որ դու որակի խնդիր ունես, լավ չես իրականացնում քո պարտականությունները ու առնվազն տարօրինակ ինչ չէր թվա այս ամենը, եթե անցած նիստին 2.5 միլիոն դոլարանոցը չզեկուցողով չանցկացնեիք ու չպարզվե, որ Լիլիան Արմի տնօրենը ձեր ցուցակով ավականու տեխնացու է։ Հիմա երկրորդ հարցը վերաբերվում է Ավան վարչական շրջանին։ Կարծում եմ ամսի ապրիլի 4-ից 5-ից սկսել է, կարող եմ 1-2 օր շփոթեմ, ասեք, ես գնացել եմ այնտեղ նկարահանման, մոտավորապես դրանից 2-3 շաբաթ հետո, Հովհաննիսյան թաղամաս 26/2։ Այդ Բաքվում ուրեմն 2 բարձրահարկ շենք է եւ նաեւ կա մանկապարտեզ, որ ասեցին եղել է Հարային, հետո դարել է մասնավոր, ամեն դեպքում կա մանկապարտեզ, երեխաների կենտրոն, այսպես կոչենք։ Այդ շենքի դիմաց էս դեպքը խի հիշեցի, որ դուք ասում եք աչքը ունքը հանելու տեղը աչքն չհանենք, այ ես հենց այդ փայլուն դեպքն է, պարոն Ավինյան, երբ որ ձեր ներկայացությունը հենց դրանով է զբաղվել։ Տեսեք, շենքի դիմաց ինչ որ կոյուղաջրերի խնդիր ա եղել, որը ձմռանը մի անգամ կեղտը բարձրացել է փողոց, եկել են ինչ որ տեղային լուծում են տվեք արճաժամկետ։ Ապրիլ ամսին կրկին բարձրացել է, 2 շաբաթ այդտեղի բնակիչները 3 տարբեր ընտանիք ինձ դիմել է։ Մեկը ծանոթ, երկուսն անծանոթ։ Զանգել են թե Վիոլա ջուր, թե թաղապետարան, ասել են ինչ կլինի, եկեք մի բան արեք, որովհետև կեղտը դուրս է գալիս եւ շատ տհաճ վիճակ է։ Մարդիկ եկել են փոսը քանդել են, փոսը այտենց քանդած թողել են, դրանից հետո այս մարդիկ 10 օր հետո դեպքից հետո կրկին զանգել են, ասել են արդյոք լուծում տալու եք, թե սենց եկակ ուղղակի փոս բացեցիք, որ այս տգեղ վիճակը մնա, ասել են չէ կգանք, դրանից հետո ինչ որ Վարդցու Հնդկաստանի քաղաքացիներ եկել են մի 2 անգամ 3-20 րոպեով աշխատել են, ինչ որ չգիտեմ, տրակտորա մի քիչ գնացել այս կողմենքով, որովե ռեալ արդյունք չի եղել, եղանակները տաքացել են, ավելի զզվելի է դարձել վիճակը ու ամենահետաքրքիրը այդ աշխատանքները անելուց, որ եկել են փոսը սարքեն, փակեն, մի հատ է տվել են լիֆտի գիծն են կտրել։ Այս շենքի 26/2-ի լիֆտը 35 օր չի աշխատել։ Ինձ դիմել են տարեց մարդիկ, իրանց զավակները ասում են մեր ծնողները տնից դուրս չեն գալի, որովհետև չեն կարող այդ հարկերը իջնեն եւ բարձրանան։ Իմ պատկերացմամբ սա խայտարակություն է, սա ոչ կոմպետենտ աշխատանք է եւ եթե պետք է 35 օր լիֆտը չաշխատի, եթե պետք է կոյուղա գծերի մեջի եղածը դուրս գա եւ ժողովուրդը բնակչությունը այնել ամռանը դա շնչի, ես չեմ հասկանում Պետք է կոնկրետ զեկուցեք ասեք դրա պատասխանատուն ով է եղել, ինչ պատժի է ենթարկվել ու նորմալ է կլներ մի երկու հոգի գործից ազատվել, որովհետև սա խայտարակություն է եւ անհարգանք սեփական քաղաքացիների հանդեպ։ Հիմա էլ զանգեցի, հարցրեցի, ասեցի լուծում տվել են, ասեցին հա, լիֆտը սարքել են 35 օր հետո, փոստն է եկել կիսով չափ փակել են։ Արդյոք սա այդքան դժվար խնդիր եւ աշխատանք է, որ ավելի օպերատիվ եւ արդյունավետ լուծում սպասել դզանից չի կարելի։ Կարելի է, պարոն քաղաքապետ։ Շատ կարճ։ Նախ ասեմ, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը
գիշեր-ցերեկ աշխատում է, որպեսզի ավանցիների կյանքը դարձնի ավելի անվտանգ ու բարեկեցիկ, գնահատողը գնահատում է, չգնահատողը չէ, խնդիրը եղել է գողու վթար, որը որ տարիների խնդիր է, մոտ 30 տարվա խնդիր, կրկիների պարոն քաղաքապետ, պարոն Հակոբյան, վեոլաջերի հետ համատեղ փորձել ենք գծեր գտնենք, որպեսզի նոր գիծ կառուցվի եւ վերջապես գտել ենք տվել ենք ժամանակավոր լուծում, եկող տարի կպատվիրի նախագիծ այդ ընդհանուր գիծը փոխելու համար։ Հիմա գործ արել են, պատահաբար վնասել են այն լիֆտնա, որտեղ որ քաղաքապետարանը այդ լիֆտը փոխել է, այն շենքի մուտքնա, որտեղ որ քաղաքապետարանը վերանորոգել է այդ մուտքը, այն շենքնա, որտեղ որ տանիքը վերանորոգել է քաղաքապետարանը, ու այդ փոստել ինչի միջի հիմա փակված չի, որովհետև դեռ այդ ջրերը չեն ցամաքել, որպեսզի կարողանանք այդ փոստալցումը իրականացնենք ու ասֆալտապատենք։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, չէ, սպասեք, ես էլ կասեմ նոր կարձագանք եք։ Գիտեք, պարոն Հակոբյան, երբ որ ասում եք, որ խոսքը լավն է, բայց գործը չէ, հիմա այն գիտեք, հենց այն կլասիկ դեպքներ, որ այս խոսակցության մեջ երևում է, էլի, դուք ինչ եք ասում, մենք ինչ ենք պատասխանում, որովհետև եթե ես ընդհանուր պատասխանեմ ձեր ընդհանուր մեղադրանքներին, ես կասեմ, որ այո, ձեր քաղաքական, այսպես ասած, չէ, ստիպված պետք է գնանք, պարոն Հակոբյան, ձեր խմբակցության անվանման մեջ դաջված է դա։ Քաղաքական, գիտեք, սկզբնաղբյուրը շատ կարևոր է, թե որտեղից եք դուք սերում քաղաքականապես, հարգելիներս։ Եվ եթե ձեզ թվում է, որ ուղակի սենց ինչ-որ սենց բաներ անելով դա սենց կարելի է չեզոքացնել, ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ։ Մարդիկ շատ լավ գիտեն։ Հիմա մարդիկ գիտեն, չէ, այսօր իմացան։ Պարոն Հովհաննիսյան, այդ ցանկը ամբողջը կհրապարակեք հենց։ 45-ից ավել։ Շատ լավ, 45 հատ մանկապարտեզ է օտարվել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Գիտեք, քանի մանկապարտեզ է հիմնանորոգվել, վերանորոգվել մեր տարիներին։ 49, պարոն Հակոբյան։ Գիտեք, նախորդ տարի Երևան քաղաքում քանի բակ ենք սարքել։ Քանի որ ասել ենք, որ ասում եք ձեր գործը ու ձեր խոսքը իրար հետ չի բռնում։ Ոչ, 132։ Նախորդ տարի գիտեք քանի կիլոմետր կոյուղի է քաղաքապետարանը սարքել։ Գիտեք, 15 կիլոմետր։ Նախորդ տարի քանի հեկտար կանաչապատ տարածք է Երևանի քաղաքապետարանը ստեղծել իր ոռոգման համակարգով։ Գիտեք, պարոն Հակոբյան, 13 հեկտար։ Գիտեք վերջին 3 տարում ինչքան է ստեղծել։ 52 Պարոն Հակոբյան, 52 հեկտար ոռոգման համակարգերով հագեցած կանաչապատ տարածքներ Երևան քաղաքում։ Հիմա հարցի պատասխանը ստացաք պարոն Հակոբյանի կողմից։ Չէ, ձեր պատասխանի պես պատասխանը որն է, ասում է պարոն Հակոբյանը, ուրեմն այդ բողոքող ժողովուրդը ապրում են մի շենքում, կներեք մոռացա ասեմ։ Քանի վերելակ է Երևանի քաղաքապետարանը փոխ է վերջի տարիների ընթացքում 2057 ներառյալ այն վերելակը, որ այդ ձեր ասած մուտքի ժողովրդին է, այսօր սպասարկում։ Փոխված չի, պարոն Հակոբյան։ Վերելակի փոփոխությունը 2018 թվականից գնում է, այս ընթացքում փոխվել, այսինքն էլի մեր ջանքերով է փոխվել։ Խնդրեմ։ Պարոն Հակոբյան, ինձ թվում է կարող է տարբեր շենքերի մասին ենք խոսում, որտեղ իմ ասած շենքը, եթե չեմ փոխել վերջի 20 օրվա մեջ, վստահեցնում եմ ձեզ հին լիֆտը շատ վատ վիճակում է ու փոխված չի։ Մուտքերով է, պիտի մուտնել է։ Դե հենց այդ իմ ասած շենքը մի մուտքանի է։ 26/2, այդ փոսի հենց դիմացը, որի լիֆտը որ վնասել է։ Շենքը դրոփերով է, դուք որ չկոնկրետացրեցիք դրան, բայց ես ասում եմ փոխվել է, ձերը կնայենք Մի քանի անգամ ասեցի 26 կոտորակ 2։ Չէ, կարակ հետո ձայնագրությունով նայեք, տեսնեք, որ ես որ մի բան ասում եմ, տենց է։ Ուրեմն, պարոն Ավինյան, պարոն Հակոբյան, ախր դուք ուզում եք ստեղ ինչ-որ բան սարքեք, որ
կլավուժայի ցանկություն կա, եկել ենք ձեզ մեղադրենք, ոչ, լավ աշխատեք, ասենք լավ եք աշխատում, օրինակ պարոն Պետոյանին հարցեր ա եղել, ասել եմ, մարդը մի օրում լուծել է, հանրային դաշ չի մտե հարցը, ստեղ ես եկել եմ, դեպքը լինելուց 2-3 շաբաթ հետո, դրանից եւս 10-20 օր հետո լուծում ա տվում մասնակի, հիմա որ դուք ինձ ասում եք, որ ձեր թաղապետարանը առավոտից երեկո աշխատում ա, եթե այդպես է շատ լավ ապրեք, բայց արդյունքը նման չի, որովհետև ամեն օր ու գիշեր աշխատող թաղապետարանը չպետք է թույլ տա, որ 10 հարգանի շենքը ամսից ավել ունենա չաշխատող վերելակ, իսկ որ դուք խոսում եք այդ ձեր թվերից, պարոն Ավինյան, աննախադեպ թվեր են, ապրեք, լավ բան է, որ արել եք, բայց վատնել եք ավելի շատ արել, ձեր արած Կարմիր գծերի փոփոխությունով եկեք Ամիրյան փողոց, Մաշտոցի փողոց, տուրիստական մարշրուտ ենք անգնում Կարմիր գծերում, եկե հիմա էլ գնացեք հենց հիմա Մաշտոցով նայեք, էլեկտրական մեքենաները բերում շաբաթներով թողում են, վրան վաճառքի տաբլիշկեք են կպցնում, բնակիչները հայատներում կռիվ են անում, որ ոնց ավտոները կայնացնեն, որտեղ ոչ ոք 160,000 չի ուզում վճարի։ Ռեֆորմները անելուց մի քիչ խորքային արեք, որ արդյունքը լավը լինի, իսկ որ դուք ինձ ասում եք 2002 կամ 4 թվին ով ինչա վերցրե նախ Նիկոլ Փաշինյանը բեր այդ մշակույթը, որ երկրի ամենաբարձր պաշտոնյան պետք է մանկապարտեզներով զբաղվի թողած անվտանգություն եւ դիվանագիտությունը։ Երկրորդն էլ ով ինչ խլել է, հետ խլեք, պատժեք, դատեք, ով դրան դեմ է, ամոթ իրան լավ կանեք, որ բռնա գրավեք ամեն ինչ, ինչը ապօրինի վերցվել է։ Բայց ախր դուք հիմա ասում եք ասֆալտ, լիֆտ, բանը, ձեր ես վերջի բանն է ասեմ, մի րոպե, դուք աննախադեպ եք նաև շին թույլտվություններով, որով մեր քաղաքի հերը անիծվել է, պարոն Ավինյան։ Պարոն քաղաքապետ, 2024 թվականին 2 մեծ բակել ենք նվիրել այդ շենքի բնակիչներին։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան։ Լիֆտը ամեն տարի 35 հատ փոխվում է, այդ շենքը կլինի, թե կողքի շենքը, գաղափարը մեկն է, որ ժողովրդի համար ամեն ինչ անում է, համ Ավան վարչակն շրջանը, համ էլ քաղաքապետարանը, մասնավորապես։ Երբ որ կոյողու խավիլա, պարոն Հակոբյան, մի րոպե։ Հարգելիներս, հա, երբ որ կոյողի խնդիրը, դա իհարկե միայն մեր խնդիրը չի, բայց այնուամենայնիվ, երբ որ խնդիրը, որ պետքա բարձրաձայնվի, պետքա բարձրաձայնվի։ Ես դրա հետ համաձայն եմ, անկախ նրանից, դա միայն մեր խնդիրն է, թե միայն մեր խնդիրը չի, բայց հարգելի գործընկերներ, մեր արձագանքն էլ հետևյալն է, Ժորժ ջան, դուք փորձում եք անընդհատ ներկայացնել մեկ խնդրով երկու, Երևանը 1,200,000-անոց քաղաք է իր բազմաթիվ դարավոր եկած խնդիրներով, էլ չասեմ, տենց դժվարությամբ մոտենում ենք կոյուղու հեղեղատարների եւ անձրևատարների հարցերին, որի նույնիսկ տերը մենք չենք, պետական գույք է, այսինքն տենց շատ հեռվից մոտենում ենք նոր այդ հարցերին, բայց ընդհանուր կարծում եմ մի տարաձայնություն ունենք, որ դուք ասում եք, որ ինչքան խնդիր լուծել եք, այդքան էլ ստեղծել եք, մենք կտրականապես դրա հետ համաձայն չենք ու չենք կարող լինել, որովհետև այնքան ինչքան մենք լուծել ենք, ժողովուրդ ջան, ձեր այսպես ասած, ձեր այդ կորելացված անձիկ իրենց ժամանակում տվել են վարի են տվել, այ հենց այդքան։ 49 մանկապարտեզ մենք սարքել ենք, 45 մանկապարտեզ 2000-ականներին օտարվել է։ Աննա Ավետիսյան, չենք շատ։ Այս ցանկի մեջ է վերելակի փոփոխությունը։